Ալանի վրա չեմ բարուլուց տամարտոտա։ Տամարտոտա դա, բավարար։ Չէ, ներողություն։ Դավիթի դասի Տիկին տամարա։ Հլա։ Անտեսքում է ինչ ենք բաց։ Ինչ է։ Փեսուտ բերասներից։ Անազատներ, պահել են, քանի շատ սիրում են։ Բաբշե ալաներ ուզել։ Բատարտու իրակը որ աղթյան։ Ոյ, տվել են եմ այն։ Զոքան չէ թեղլե քույրիկը, դնենք նժարի վրա։ Առաջինը քիրը։ Զոքան Առաջինը։ քույրիկ։ Զոքան ես իմ տղենից մարկարնիկը բերի։ Չէ, իրան տվել են քանակը։ Այդ էս պայմաններին էսա կնկարեմ տուփը եւ կուղարկեմ Դավիթին, մի մեշով կուղարկիմ ռեխեն։ Ստիել կլի ուղղակի շատ իր չեմ էլե։ Կարող է բռնի սա բերեմ բացեմ։ Ինչպես է ճնշումդ։ Կոմսոմոլկա, սպորտսմենկա։ Կա պիոներկա, կոմսոմոլկա, մի քիչ բարձր է։ Տակի տակ բաժանորդները գրում են ասում են կենսուր ապտիկին համար, չգիտես։ Ճաշակով։ Մի հատ եմ մամանկյան ունեմ, աչքիս տակու տարիքի է։ Այդ կնիկը։ Ոնց է սիրում, Տոմ ջան, աբաժայու։ Ով լավ բաներ ա գրում, նաև կանաչ կարմիրում էլի, ով էլ չէ ոչինչ Սաղնել լավ են գրում։ Միանման ոչ մի բան չկա, ասում է, միևնույն առում, միևնույն ժամին, միևնույն հունով չի հոսում։ Այսինքն բոլորը նման չէ իրար։ Նույնանման դժվար բան է։ Բայց այդ բժշկուհին վերջն էր, մալացեց, վերջն ասելով, եթե այս բուժումները չնշանակել, 2 օրա 120-70, 130-70, իրիկումներ քնել են, ոնց որ պուջոր երեխեն ծիծիկ ուտի քնում, մինել առահոտը Զարմացային պրանքներին մանասի, իդա դու ես կուր, որ այդքան քնել ես։ Նենց որ աստվածորնի Անի ինչան է, Աբովյան, Անի Աբովյան Աշոտովնա, Անի Աշոտովնա այն մալաձեց աստված, ասատ ջեմային աստված իրա հետ էլնի, աստված իրան օժնի։ Գնացի դանակ բերի վերջ։ Հին կորոնայից փրկեցի միներ։ Չէ, փրկելը որ նայմա։ Հավա կորոնայի վաղտը նաթելի բան եք նապրեմ, եթե նաթելը չգարա սերանահիտ։ Չասավ է, գլխի կցեց։ Մաման դա սվիդանիա յան, կյանքին։ Սիրում, կուլտուրական ձևով գլխի կցեց, որ։ Չէ, ապրինք, նայել աշխատանքա է շատ խորց ունի, էլի համել խելացի մարդը միշտ տարբերվում է։ Ես բժշկուհին էլ, ես որ մտա ես ճոգեցի, որ ինքը մի ուրիշ կարգի հոգատար, շնորհքով պետք է քանի հոգի են գող իրանից։ Ես ոչ մեկի հետ գործ չունեմ, ես անձամբ շատ գոհ եմ, շատ, նեն չի որ վատալնեմ ու ասեմ գոհ եմ, իրականից շատ լավ եմ, եթե սենց շարունակվի աստված չան, այդ տեղերից և մի քիչ հանի, դե ինքն ասավ կհանա, Ասել է հանի։ թե չէ 9 հատ տեղ եմ խմում, 9 հատ, նու ֆիզիոտենսը հանած, ֆիզիոտենսը ասավ լրացուցիչ, այդ ֆիզիոտենսը չեմ էր սիրում զզվելով էի խմում, ձևի հոտ ագալի։ Չէ ամեն դեպքում իրոք իրականից ես լավնել եմ ազատ ասում վատնել ցավոք սրտի։ Իրոք մալացի ծիծաղում է ես բանը փաստացի ես իմ վրա, ես եթե չզգայի որ ես վատ եմ, ես կյանքում չէի գա Երևան, այդ արդեն վերջի կետն էր։ Քարքասում ծյոցը լավ պրծավ։ Դե всё տուրից տուր։ Շնորհակալություն Փեսա ջան։ Կամփետի համար ինձ է փայ հասավ։ Большая спасибо Զոզոյի կողմից։ Ալայնաս երկուսն էլ տար, 2 հատ էր բերել։ Ասավ չէ, մեկը թող։ Ալան էլ ինձ կտար, կասեր մեկը թող թամարի մար։ Չէ, են ասավ մեկը թող տան։ Ալան ինձ հարգում է, ես է իրան։ Մի խոսքով։ Вот это да, ահա խնդրեմ։
Վայ Դավիթ ճանական կանչած, մայրիկ ինչ ես ուզում, մամ, էլ բան չկա, որ ուզեց։ Ասի ձուկ, 6 տեսակի ձուկ առավ, Հայաստանի փողով 57,000 դրամի ձուկ առավ։ Ամեն օր ձուկ է իր։ Գնում ես զբաղվես։ Բա գրելը։ Գրել է, հետո գրել է։ Դե հիշի, որ հետո գրելու ենք։ Էսպաներից չէիր ուզում։ Մի հատ տուր է դեպս Վերցրու։ Այս պապայի բերածներից էլ է տա մնացել։ Բարի լույս ասենք, սիրելի հետևորդներ ջան, դեմքով արդեն, առավոտը, տեսակ մամայիս հետ սկսեցինք, գիտեմ, շատ սիրում եք իմ մամային, շատ անհանգիստ եք, դրա համար ուզեցի, որ մամայով սկսենք, այսօրվա տեսանյութը, խառն ենք, խառը տուշա, հոտ չունի ապսուս ենքան սիրուն ալ, հոտ չունի, բադա ճիշտ է, իհարկե ոչ, երեկվա պես արև չկա, թեպետ երեք սաղալու ես երևան ամենը, բայց մաման ասավ տաքար է, մեր տունը այսենց խառտուս վիճակը մա կոկորդս էլի ծարմա, եկեք մի բաժակ կոֆե խմենք, որովհետև ոնց տեսակ գրավոր եմ ուզում գրածր մի Ալեքսը, մի քիչ չիստիմ բլիստիմ անելու գործեր ունեմ, սաղ ժամանակը չի սպասում, գիտեմ իմ հետ սրճողները շատ եք, հավաքվեք, մի բաժակ կոֆե խմենք, մի 2 րոպե, զրուցան ես հետևորդներ ջան, ուրեմն երեք շատ հավեսով պահեր ենք ունեցել, շատ հաճելի, շատ լավ, ես ենքան եմ սիրում, որ կարողանում եմ իմ դիմացի մարդուն ժպիտ պարգևեմ, դա իմ համար մի հատ մեծ բան է, ու մենք երեք դա արեցինք, համ մեզ էր հաճելի, համ էր երեխին էր հաճելի, այսօր էր մարդը գնացել է իր ծնունդը, Երևանը նշելու, բահո չէ, այդենց, շատ լավ է։ Ուրեմն երեք ընկերուհուս խորհրդով, Վիկայի մամայի խորհրդով, հանսենց ասեմ, ընկերուհին չեմ ուզում ասեմ, որովհետև այդ բառից երբեմն հիասթափվել եմ շատ անգամ։ Ուրեմն մեր որտեղից որ իր ախմորեղենն առա, Անահիտը դե չկար, Գյումրին էլ վատ է, չի շատ ակաղցեր Գյումրիի վատ է էտա, բայց թարմ էր։ Ասավ փորձի ես հացերի ծառ, ես մեկը կուկուրուզով, հոտը մի բան արժե, ինքը փափուկ, փորձել եմ Ռուսաստանի են հացիկներին նմանացնել, իսկ ես մեկը սիրելի հետևորդներ ջան, շատ համով հացա, իր տեսքը, այսենց արևածաղիկի կորիզները մեջը երևում է, սիրողական էլի, ով որը կսիրի, որ ասեմ ամեն օր կգնամ ու ես հացից կառնեմ, չէ, հեռու է իմ տանից, իմ տանը հարմար մեր էստենի փուռնա, ըտեղել են լավ բաներ սարքım, լավ բաներ թխան, գոհարն էլ լավ բաներ սարքım, թխան, բայց գոհարը վապշե գնացել մոստի մոտա, մեր տանից, որ հաստատ հեռու է, պետքի դեպքում են, որ սովասանգան պուլսմետ, ըստե պուլսմետից նորից մեզ հիշացնում էին գրանցման մասին, դե օրենք նա այդպիսին, ես գիտեմ, չեմ ներվում, սիրելի հետևորդներ ջան, ինչևէ, որ հացից էի, չէ խոսում, հացը սուրբ է, հետո ես չեմ էլ սիրում էլի, որ հացին տնազանեմ,
միտեղ լավ են թխում, միտեղ լավ չեն թխում, չի կարելի, ես չեմ սիրում տենց բաները։ Մենք ինքներս էլ կարանք խմոր անենք, մի օր տեղը տաքլի, լավ շուտ գա, մի օր այդ տեղը սառնկնի, ուժ գա, անեք խմորը լի։ Այդ խմորին ասմենք անեք, կհիշեք, չէ։ Ստեղ կոֆե ունեմ, կոֆես հատելա, եկեք, ոտքերս ցավում ա երեկվանից, կոֆեն ավելացնեմ, տեղ չանա, հա, ես էլ ասի տեղ կանի, ես տեղից կազատվեմ, բայց որ ուզեմ կտեղավորեմ, կարող տեղավորեմ, չեմ ուզում, որ սուրճը այդ կափարիչին կպչի, չեմ սիրում, սա կհասկանանք, շնքն անգամ չմնա, որ այս հենց մաքուր ըրմի, էլի կոֆե չտնի, չեմ սիրում, չէ, հետ վերադարձ, չսիրեցի ես այդ կիսատ բռատ բաները, ավելի լավ էլի սենց դնեմ, մի խոսքով, ասել սենց հանեմ, Սերդի հետերովներ կան, հոլտերի պատասխանմեն էր պատրաստ, ուշկու միտքս է դա, բայց թե բժշկուհը կզանգը, բժշկուհուց կիմանամ, տեսը ինքնասմա մոտեցեք, վերցրեք, ասելիքս ինչա, տեսեք, որ տարբերություն չկա, էլի բլոգ երես, ինչ ես, թե սովորական մարդ ես, իրանք զանգում ասում են արի վերցրու, եթե տարբերություն մրներ ինձ չէին զանգի, բժշկուհին ինքը ինձ կասեր, սովորական գնում ենք նայում ա, թողում ենք գալիս ա, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ ամեն ինչը լավ ա, ամեն ինչը նորմալ ա, Աստծուն փառք, հիմա Առավոտ բարելույսով մաման եկավ, կոֆե խմենք, մի քիչ անաքսի դակ ուզեցի, որ ինքը իր վիճակի մասին ձեր հետ կիսվի, գիտեք, չի նեղվում, որ նեղվեր երբեք չէր անի նման բան, կամ որ իմանայի մերս կնեղվի, չէ էլ ասի, չէ, մարդ ենք սաղս էլ հեռու տանից տեղից հիվանդանը, մենք հիվանդությունը սաղիս մարա ցավոք սրտի, այդ ուրիշ ձև չկա։ Սիրելի հետևորդներ ջան, այսօր որոշել եմ բացի Ալեքսիս մազերը կտրելուց ոչ միտեղ չգնամ, որովհետև զգում եմ, որ էլի նորից կարոտում եմ իմ տունը, երեք շատ տանջվեցի, ոտքերս ոչ թե ցավացին, ասում եմ չէ, որ կոշիկ հագնելուց ես շատ նեղվում եմ, ստեղ բավականին ցուրտ էր, վախեցա, այն օրը Երևան էր ցուրտ, ու մանավանդ որ ավտոյով չէի, խոսքի որ քո հավեսով գնաս գաս, փողոցից փողոց, կանգառից կանգառ չընկնես, վախեցա, ասի կարող ա էլի ցուրտ լինի, հետո մրսելուց հետա, չէ, մարդը իրան վատ զգում, պրիտոն, որ մինչև մի էր խառնա վիճակս, մի օր լավ եմ զգում, մի օր էլ զգում եմ, որ կոկորդս ցավում ա էնել թե ոնց։ Ու սիրելի հետևորդներ ջան, ասի կոշիկ հագնեմ, կոշիկ հագա հերիք չի, կրակում մնացի, գետինը տակ, ասպալտը տակ, ես էլ կոշիկներով, ոտքով քայլելուց երբևիցե չեմ նեղվում, բայց այդ կոշիկի մեջ ես գիտեի, որ լավը չի լինելու ամեն դեպքում։
եղածն արդեն իսկ եղած է, ոտքերս շատ ցավում է, այն որ արդեն չգիտեմ։ Ու այսօր ուզում էի, որ տանից դուրս չգամ, բայց թե ոնց դուրս չգաս, եթե Ալեքսի մազերը այս քանի օր ասում եմ, սոր կգտրենք, եկուց կգտրենք, սոր կգտրենք, եկուց կգտրենք, ու այդ մազերը տենց մնում է։ Այսօր գոնե ուզում եմ դուրս գամ, վերջին բանջարեղը ենք նախաճաշել, մեր նախաճաշը այսօր բանջարեղեն այն է եղել, մեկ էլ դդմիկ ունեմ տանը, դդմիկով էլ եմ այս ահամով բան սարքելու, բայց այդ արդեն ճաշի համար, Մանուշակս վիդեո գցեց ուտրիմնի կոֆե, այնա արի Մանուշակ ջան, ես էլ իմ դնիվնոյ կոֆենը, բայց թե ասի մի հատ կոֆե խմեմ, Ալեքսն էլ ուզեց զբաղվի, հետո գրավոր գրենք, Վարսահարդարի հետ պայմանավորվեմ, ժամ վերցնեմ, գնանք Ալեքսիս մազերը գտրենք, տանը որ միրգ չի լինում, ցեցենք ընկնեմ, տենամ ինչ համով միրգ կա, սառնանում 2 նարինջ ունեմ, մեկ էլ են դոնդողի մի ափսեն, բայց թե թարմը միրգը ելակը չեր խանգարի, ելակը լինի մի լավ ծմերուկ տենց էլի, թեպետ և ծմերուկը պարսկականն է, բոլորս էլ քաջ գիտակցում ենք, բայց մեկը առնում ենք։ Մեր մոտ այսօր եղանակը սառնոտակ, համիա, սենյակի լուսամուտները բացել եմ, դուռը փակել, որ ոչ երեխեն սկվազնյակի տակ լինի, ոչ էլ ես, հեսա փագաս, ելի հետևորդներ ջան, ստեղի դուրն էլ ափակ, վարակույրը մի քիչ կարճացնելու կարիք ուներ, կարճացնելու եմ տվել, ու ընդաղից էլ լուսամուտն եմ բացել, բայց առհասարակ դրան համար ուզում եմ էլ եվրոցանցերից պատվիրեմ, շատ հարմար տարբերակա, մանավանդ որ Նիկան էլ չի սիրում այդ վարակույրները, ուզում եմ վերացնեմ էլի, ամեն անգամ խոսակցություն առնեմ զուտ այդ վարակույրների համար։ Դրա համար այս դրան վարակույրը, որ հաստատ ուզում եմ վերացրած լինեմ, որ խոսակցություն չլինի։ Պարոն Աղաջանովի կողմից այս անգամ է շատ նեղվեց վրես, ասում է, ինչ հավոր գնում եմ վարակույր եմ կպչում, դե կպչում ես, ես էլ կխանեմ ինչ անեմ։ Այդ տենց բաներ, սիրելի հետևորդներ ջան, տեսեք, այս քաղցրի ժամկետը, ես որ ասում եմ Նիկան նայմա նոր բերեմ, հենց այնպես տեղը չեմ ասում, ու ես էլ գիտեմ էլի, որ քաղցրը ինչքան կարամ պահեմ, բայց թե այս պահի տակ հիշեցի, որ մաման մեջը սպիտակ կանֆետները շատ սիրեմ, ու ասի հլա սպասի։ Քանի լավ թարմա բացեմ, օգտվենք։ Եկեք հիմա մի բաժակ կոֆե խմենք, հետո այսօր շատ անելիք չունեմ, մի պիլիսոս, ընդեղ էլի վարպետի թափուրտասն եմ հավաքելու, ավլելու, սրբելու, երեկ առաջի օրը չի եկել, երեկ առաջի օրն էլ ես ընդհանրապես տանը չեմ էլ եղել, ոնց տենեմ եք, էտա, սիրելի հետևորդներ ջան, գործես որ անեմ, այն ասախ տակնու վրայի առնեմ, բայց հատո արդյունքը գոհացուցի չարնեմ։ Հիմա կոֆես խմեմ, քանի Ալեքսս համաձայնը 2-3 տողել բան գրենք, այն անգամ պաշտպանել էի կապրեք,
գրել եք, որ թողեք հանգստանամ, բա որ թողանք հանգստանամ, էլի հանգստանում, էլի եսի մինչև չի անում, բայց օրվա մեջ մի կես ժամը կարա չեմ, տենց մի բան անի, որ ոնց ասեմ, եղածնել վաբշե հետ չգնամ, ես ուզում եմ թեկուզ պուճուր քայլերով, բայց միշտ առաջ գնամ սիրելի հետևորդներ, չգիտեմ այդ թերությունա, թե առավելություն, բայց թե ես էլ դա եմ ուզում, մի քիչ խելքի գամ, այսօր օրը 5 շաբթի է, ոնց հասկանում եմ, նայեք, եղանակն էլի լավը չի, մաման ասավ անձրևա տված, որ ուզում ես գնաս Դենդրոպարկ, երեկ Ռոզայի Վիկայի մոտ, որ գնացել էինք, իրա մորքուրն էլ այդ հանգստյան տներում, պովըր աշխատում, հարցնում եմ, ասում եմ, բայց վաբշե փոշոտում կա, ասում չէ, բայց մարդիկ գալիս են, հանգստանում են, իսկ որ կանգնես ասես սենց փոշոտում կա, չկա, եկողն էլ ինքը կտենա, որ չկա, այ հմի ես թեթև քամուց, այն անտարի վրա պետք է սպիտակ փոշի իլներ, բայց սկի փոշու փտարը չկա, ուղղակի մեր Ստեփանավան 7-ը միշտ էլ մաքուր է, այն ես իմ երբվանից կոպիտ ասած համարվել է կուրորտնի քաղաք, բայց այս տարի անձրև է լված այդ փոշին, էլ ինչ փոշոտում, թե նոր դուրս գա, այդ էլ կգնի արդեն հունիսի եսիմ թե ուր։ Դրա համար կապ չունի, որ փոշոտումը չկա, բայց մարդիկ գալիս են, մեր սիրուն Ստեփանավանը վայելում, իմ համար երբևիցե նշանակություն չի ունեցել, որ Դենդրոպարկում փոշի կա թե չկա, ես տարին 3-4-5 անգամ գնացել եմ, ուրիշ բանա, որ ավտոն տակի տնի, ուրիշ բանա, որ վճարովի հիմունքներով տաքսիներից օգտվես, գնաս, գաս, ասելիքս ինչա, որ չեմ ափսոսացել էլի, որ վայ, այն անտառների մեջ եմ, օդը մաքուր է, էլ խիտակսում փոխտամ գնամ հասնեմ Դենդրոպարկ, չէ, բա մեր ունեցածը չգնահատենք, չհիանանք, չվայելենք, ես որ ես եմ, ես այդպես եմ մտածում։ Նույնը ամեն պարագայում եմ փորձում, տենց մտածեմ, հիմա կոֆես խմեցի, ըստեմ երկու գործ ունեմ անեմ, մինչև Ալեքսն էլ իր ժամանակը սրտի ուզած է լռանա, մենակ իմ ուզելով չտիլնի, մեկ-մեկնիկան ասմա շատ ես երեխի հետևից ընգնեմ, ինքն էլա մեծ տղայա, թող մի քիչ էլ իրա ուզածով լնի, էլի գրել դուր, էլի կարդացրու, բայց իրա կարծիքն էլ հաշվի առ, ու պլյուս դրան այսօր էլ պարապունք ունի, էլի մանատեց իրա համբերությանը, որ ոնց ասեմ, գնում է, իսկ երեք ես կրկին անգամ ուզում եք, ոնց ասեմ, որ մեկ ուզում եք նեղացրած լնեք ինձի փրթե, բայց ես չեմ նեղանում, գրում եք, որ ինքնագովեստես է, այ հմի Ալեքսին ինքնագովեստ չէ, որ ես չգիտեմ ուր կհանեմ, որովհետև սիրելի հետևորդներ, երեք օգտվեցի մարշրուտկից, մերը չկար, մի խոսքով չհասցրի, ոչ թե չկար, մի հնենց խցանման մեջ էի ընկել, որ ուտեից մի կես ժամ զորով դուս եկանք, վարորդն էլ ընքան լավ մարդա, գիտի էլի, որ վերջը սուտասան մարդ չեմ, ես չեմ, են չեմ, Ալեքսով են ինձ ճանանչում, ասում եմ Ալեքսի մաման եմ, հա Քիրա ջան, հարց չկա, ասում եմ սենց էլի մնացինք պրոբկի մեջ, ասում որ արդեն 1:05 էր, ես հասկացա, որ չեմ հասնելու, զանգեցի, ասի մի բան եմ ուզում ասեմ, կգամ կվճարեմ, վայ ասավա մոտ չես անում, վсё, ես գնացի, քեզ էինք սպասում, ուրեմն գնացի, շոքա մարդիկ չեն դիմանում, մի խոսքով ասի կգամ կվճարեմ, ասմա չէ, չանես տենց բան, ինձ կնեղացնես, բայ իմ Ալեքս աղբերը, հա, ու
կողքի վարորդին ասավ մի տեղ պահի, մի ժամ հետո էլ նայել շարժվելու։ Ես եկա այդ մեքենայով սիրելի հետևորդներ, երեխեքի ցավը տանեմ, երեխեքը մեր կյանքի իմաստն են, բայց երեք ես եմ, որ գլխացավ էի կպել մի այլ կարգի, ինչքան եկանք 2:20 րոպե, 2 ժամ 20 րոպե ճանապարհ եղավ, հետևից աղջիկ երեխեք էին նստած, երևի կլինեին մի 10 տարեկան ու շատ ակտիվ էին, շատ տղել էլի, ես սկսեցի սենց բան անել էլի, ասնեմ կարող է ես Ալեքսին շատ եմ ճնշել բան խոսքի, բայց մյուս կողմից էլ ինձ թվում է չէ, տրանսպորտը հասարակական մի վայր է, որտեղ մի գիտեմ էլի պետք է ասել քննադատել ես են, ես երբևիցե ոչ մեկի երեխային չեմ քննադատի, մինչև դանակը ոսկորից չհասնի, մինչև այդ երեխու կողմից լավ չտուժվենք, ասում եմ չէ, կրթություն, գիտություն, ոստիկանություն, նախարարություն, դրանք որ չլինեն, մենք սաղը սիրար կուտենք, կգա պահը մի անգամ մի հետաքրքիր զրույց կանեմ, կխոսանք, կիմանանք, որտեղ ինչ է կատարվում ու ինչի է կատարվում, բայց թե ամեն ինչի մեջ սիրելի հետևորդներ, ինձ թվում է չափն է, էլի գեղեցիկ, դրանք հենց նենց ասած խոսքեր չեն, իսկ որն է չափը, այդ արդեն մենք ենք որոշում ամենքս մեր չափը, ու կարելի ասել ես Վիկայանց տանը խելքի եկամ, այդ ձևի գլխացավ ու այդքան երկարատև ես չէի ունեցել, ինչև է ու տղել ասում եմ, սենց բան կլինի, բամարտիրը ավտոն չունենա, հետո երբ որ նայում եմ իմ ընկերուհիներին, ովքեր ավտո են քշում, թեկուզ մորքուրիս աղջկան ընկերուհիներից նա մի կողմ դնեմ, ռիսկը գործի կեսից շատ դնա, իսկ այդ ռիսկը իմ մոտ ոչ թե չկա, մի քիչ է, մի քիչ, ու պլյուս դրան, եթե անկեղծ, ռիսկը որելնել, Նիկան ասում է, ես չեմ սիրում, որ կինը ղեկի է նստում, ասում եմ, բա դու չես տենում, որ մեզ պետք է էլի, վեր գնամ մի տեղ սովորեմ, մի նենց սովորական ավտո առնենք, պետքի դեպքում ես կօգտագործեմ, դու էլ կգաս քո ձեռին ավտո կլինի, ասում է, չէ, ու երեք եմ, որ դանակը ոսված մեի աստված չան, բա ես չունենայի իմ ավտոն, գլուխս քաշարած վեր կենայի, գայի գնայի, ինչև է, այդ հարցն է լուծվեց, այսօր ուզում եմ իմ սիրուն տանը ժողովուրդ ամենքից տունը մեր համար սիրունա չէ, ուզում է դղյակ ունենաս, ուզում է մի սենյականոց տուն, մարդ պետք է իմ մտածելակերպով իր անկյունը սիրի, այսօր ուզում եմ օրս տնական անցկացնեմ, ինչև է, շատ խոսացի, մեր ուտուղը նախաճաշել ենք, վեր կենամ դա լվամ, կոֆեից բաժակը լվամ, մի հատ պիլիսոսու փոշի ու պոլերը սրբեմ, գիտեմ, որ Ալեքսը իրան զբաղվելու համար հետջիպես մի ժամ իրան պետք է էլի արդեն լավ գիտեմ, իսկ այդ մի ժամը ես ահագին բան արած կլնեմ, այնպես որ ես գնամ իմ գործերով, դուք էլ ձեր, երեք այդ նեղված ու շոկված ու խաշված սրտիս, սիրելի հետևորդներ, դե լավ տաք կոշիկներ էի հագել, հետո սենց եկել եմ այս չարուխները սանել, սա ինձ ալաներ է, մի նվիրել, այ մարդ ասում եմ, բա սրան ունեցողը, հագնեիր գնայիր էլի, սենց բաներ, ես գնացի իմ գործերով, տեսնեմ որտեղ կհանդիպենք։ Ուրեմն սիրելի հետևորդներ ջան, դուս ենք եկել, որ գնանք Ալեքսի մազերը կտրենք։
մի սելավ բռնեց, սելավից էստեղ բաներն ամնացը, մի նորից պայծառար է ու Ալեքսը գնա մազերը կտրի, հետո պարապունքի ու տենց բաներ։ Այսպես։ Սելի հետևորդներ ջան, այստեղ գնումներ ունեմ, Ալեքսի մազերն ենք կտրել, գնում արել, բայց այս մազերս ոնց է մեկ էլի ինձ ներվայնացնը, բայց մի հատ ուզում եմ կոֆե էփացնեմ, հետո նոր անցնեմ առողջ։ Իհարկե կոֆեն իմ համար չեմ էփելու, կոֆեն վարպետը վերջապես եկել է ու վարպետի համար եմ ուզում էփացնել, սիրելի հետևորդներ ջան։ Այս կոֆեն, այս պեսոկը, հենց քամախառը անձրև եկավ, հենց քամյախառը անձրև եկավ, սա որը հենց պլանավորում եմ գնամ անտառ, չի լինում, էս, ստեղ էս գելակ պիտի լվանամ, մի հատ սաղտունը սխտորի հոտ անգել, ինջեպ այսօրի հարցերն էլ եմ կարգավորելու, մի հատ կադրից դուս շուրեր եմ ունեցել, մի հատ այդ բաժակներն կոֆե, սրբեմ տեղը դնեմ, տարածքս մաքրեմ, այն ինչը որ ուզում եմ նկարահանացնեմ, ուզում եմ խոհանոցային էջով ձեր հետ կիսված է լինեմ, սիրելի հետևորդներ ջան, այս ստեղ վիլիտ, էլ ինչ եմ ուզում, ստեղ երման ջուրելուն է, ու այն որ դողդող էի սարքել, մեկը օգտագործել էի, այն մյուսը մնացել էր։ Եկեք ես հանեմ, ճանապարհ ինձ տվեք, դեն աստեղ կանի սրա մեջ տնեմ, չպստեմ տասի մեջ, խանգարեք, ընդիր, ստացվեց այս պահը, այդ տասի հետ, հավես չկա, շատ չմենա, ես ուզում եմ հասնել, Ісուս Քրիստոսի, աշխարհը, այշացավ, այս էլ հանեմ, հետո ուզում եմ,
Այն ինչ որ ուզում եմ սարքեմ, ինձ եղածրած ջուր է պետք, ուրեմն ես էլ դոնդողս, դոնդող, իրա մեջ ընդհանրապես կալորիա չկա, եթե քաղցրը քիչ է, սիրելի հետևորդներ ջան, իսկ եթե քաղցրը քիչ է, ինչպես իմ մոտ, ովքեր ինձ ճանաչում են, գիտեն, որ ես շատ սենց քաղցր բանից չեմ սիրում։ Մի անցնենք գնում մեզ հայ գիտի մի կաջան ապանգետ բան չի։ Մատունով գաթեք։ Բեցը հատիկ, ոչ ավել, ոչ պակաս։ Ալեքսս ասում է մամա խայ վայր, բայց կծու չեր, եսխի չեր կծում վեր կալ է։ Ահա, շատ իր չեմ էլ է տեսակ, մակել մի հատ սա, Ալեքս, արի ժելե ուտենք աղբերություն, չսիրել սրան։ Հագի դուրը։ Դոնդող։ Արսիրունս։ Անուշներ։ Անուշնի։ Ընտիր, համով, վայել էլա պետք, ահա, սիրելի հետևորդներ ջան, շարունակ իմ օրը, ձեր հետ միասին, ստեղ մի հատ համով ճաշ եմ եկամ, տեսա ցույց կտամ, թե ես ինչ գլուխ գործոցի մեջ եմ, սա սենց ենք անում, ընդեր վարպետնա բարձր խոսում, ես էլ չգիտեմ, Այս պանիրները շատ լավն են, ովքեր օգտագործում են, գիտեն, որ իրոք լավն է, անուշ հոտերը գցել եմ, որովհետև ջուրեր եմ ունենալու, ես լավ ենք զգալու, որ մի բան իշեքում չէ, խարուցևի նկարահանում ես անում, կարահազնի, տենց մի բան, կարակ եմ պատվիրել, որ ճիշտ վաղտնա, մայիսյան կարաքի, գիտեք, որ ես սովոր եմ դերմանկուց, Օպա, ես էլ ես, ոտքը շատ ցավում է, ինչը վկայում է, որ եղանակն էլի է փոխվելու, դա տենց հեշտ մնացող չի, Ալեքս, ասիս լայն մի դուրը բացի էլի սրտիկս, կամ լավ,
Աղջիկ ջանից բացի էլի։ Դուս կանք մաքուրոթի։ Այ դիտի Հանիկա ջան։ Ականջդ կանչի։ Չէ, փագի մտի տուն։ Մաքրեցի, այս կոմերս մնացի, դե ինչ անեմ։ Ոչ ֆիզիկապես եմ կարում, ոչ էլ ժամանակի բերումով։ Մի հատ նենց անձրև ա եկե ժողովուրդ, մի հատ նենց պտտովի, շպրտովի, այս ծածկի տակը չի թրջվում ընդհանրապես, ճպճպը մահամի, դա ինչա կատարվում, պտտը մեր ամեն կողմից, ուրեմ դեպի շինանյութի խանութ էի գնա, չոտկեր պետք վրցին, ծաղ պոպոքի ծաղկած այդ բաներն էր, պտտելա բոք են, ոյ, աղասկի տնար, չկասեմ, ծոներ, դուրը բաց թողես սխտորի հոտերը դուրս կա, վայլա, այս ցանով բան եմ սարք, սիրելի հետևորդներ ջան, խի ես դուս եկել, տեղդ ինչն եղայել է, որ դուս ես եկել, հա, սրանք սենց սիրուն մնացել են, նա չէ, Հակեմ, վայ, անջատ եմ, որ չխոսամ ձենից վրա չհաչամ, մարտիրականն է չկարեմ խոսամ, փողոք եմ, չէ, բախի փողոք եմ, որ ճիշտն այդ ասեմ, չէ, ինչ կասեք, հլը ասեք, տեսախցիկն էլ շրջեմ ու ցույց տամ մեր ճաշի անուշ տեսքը, թե հիմա գրառումների բաժին գրեք, ովքեր են սիրում և պատրաստում, իսկ ովքեր չեն պատրաստել, խորհուրդ կտամ պատրաստեք և գոհացրեք ձեր ընտանիքի անդամներին, ես ձեզ ասում եմ ցտեսություն, կհանդիպենք հաջորդ համեղ բաղադրատոմսով։